Դե վերցնում եմ լամինապատ կաթսան, կուլիչների թղթերը, մինչ այդ տաք ջրով թրջեմ չամիչով փլավի համար բրինձը, ինչ հրաշք եղանակ է դրսում, մարդ ուզում է պարել։ Այգու շուրջ բոլորը դուրս են եկել տապակելու գազարանուկներ, այնուհետև կավելացնեմ սոխի կեղև, մի փոքր կարմիր գույն, նաև կտրատած բազուկ, կացված և տապակված չիրը չամիչի հետ և ամբողջը փակում եմ հերթականությամբ, Սուրբ Զատիկի տոնը, արարողությունը, իմ ամենասիրելի տոներից մեկը, և ուրախ եմ, և անհանգստություն կա։ Հիմա գնում են գերեզմաններ, հարգելու մեր նախնիների հիշատակը, նախկին մահացածների բոլոր։ Իսկ եթե իրական է և կա հոգու գոյությունը, այնպես կուզեի խոսեի, կիսվեի, ննջեք հանգիստ, իմ տատիկ և պապիկ, դուք հիմա ավելի լավ տեղում եք գտնվում, քան էս պիղծ աշխարհի։ Ընկերներ ջան, պատրաստում ենք կուլիչներ, ինչպես ասում են, չգիտեմ ինչ անուն է, ինչական է այն, բայց հայկական չէ հաստատ։ Իմ ամենասիրելի տոնն է գալիս, Զատիկը։ Հիմա միասին փորձենք պատրաստել կուլիչներ, ես այսպես դրսում գործ էի անում, այգու գործերը, արդեն դրսում մութ է, բայց դերևս այգու գործերով էի զբաղված, այսպես ամբողջը թողել եմ, կիսատ պրացենց ծխերի մեջ, այնտեղ վառում էի խոտերը, մաքրում էի տերևները ծաղիկ ու վազելով եկատուն հիշեցի, որ պետք է պատրաստենք կուլիչներ, Զատիկի տոնի կապակցությամբ, այն շատ եմ սիրում։ Ընկերներ ջան, ճիշտն ասած առաջին անգամ եմ պատրաստում, ինչը որ ճիշտն է, իրականում նայեցի մի քանի բաղադրատոմսեր, տարբեր տեսանյութեր թե ինչպես են պատրաստում, բայց միևնույն է, այնքան խառներ, այնքան տարատեսակ են, որոշեցի իմ պատկերացմամբ, ինչպես ինքս կպատկերացնեմ, փորձեմ իմ մտահաղացությամբ իմ տարբերակով պատրաստեմ։ Այն լինելու է առաջի անգամ, տեսնենք ինչ է ստացվում։ Այստեղ ամբողջ բաղադրություններն են, նաև կուլիչի համար նախատեսված թղթերը, որտեղ տեղադրելու ենք խմորը։ Դե ինչ, եկեք անցնենք առաջ, ես պատրաստեմ, դուք հետևեք, տեսնենք ինչ է ստացվում։ Դե վերցնում եմ լամինապատ կաթսան, կուլիչների թղթերը, ձու, շաքարավազ, կաթ, դրոշ, ինչպես ասում են խմորիչ, ալյուր, չամիչ, ձևավորման մանր գունավոր կանֆետիկները, Դե ինչ, անցնում ենք առաջ, նախապես կաթը խմորիչի հետ, ըստ իմ աչքաչափի կարելի է ասել, տաքացնում եմ գազօջախին։ Ապա կոտրում եմ նախապես նախատեսված 5 ձուն առանձնացնելով սպիտակուցները կուլիչի երեսի գլազուրը, այսինքն բեզեն պատրաստելու համար։ Սպիտակուցները թողնում ենք վերջում ձևավորման համար։ Ավելացնում եմ կես բաժակ շաքարավազ, այսինքն 100 գրամ, և այս անգամ խառնում եմ գդալով, այստեղ հարիճ պետք չէ։ Ավելացնում եմ 1 ճաշի գդալ, կարելի ասել բավականին քիչ այս խմորի համար, ընդամենը սովորական ձետ։ Լավ, ձեր խաթր 1 պտղունց վանելին, ես այնքան էլ չեմ սիրում այն։ Ապա ավելացնում եմ խմորիչով ձուլված արդեն գոլ կաթը։ Աստիճանաբար ալյուր, հետո չամիչները և այսպես։
Հարելուց հետո այն թողնում եմ որպես թաց խմոր, այսինքն միջին ամրության, որպեսզի ծածկեմ, սենյակային ջերմաստիճանով մի փոքր բարձրանա եւ անցնենք աշխատանքի։ Թողեցի 1 ժամ այսպես մնաց, անգամ չհասկացա էլ բարձրացել է թե ոչ, դե ես էլ գիտեք չէ, տեր վրազեմ չեմ համբերում, հիմա կբացեմ այսպես ինչ վիճակով կա, կլցնենք կուլիչի այս ֆորմաների մեջ, թղթերի մեջ կտեղադրեմ ջեռոցը ինչ կլինի, ես համբերություն չունեմ, չեմ սպասում։ Լավ, եկեք փորձենք տեսնենք ինչա ստացվում։ Դե քանի որ ես տեր վրազն եմ, իրականում ժամանակ չունեմ, չեմ էլ համբերում, չգիտեմ բարձրացել է թե ոչ։ Հիմա լցնում եմ խմորը կուլիչի ամանների մեջ և տեղադրում եմ ջեռոցում։ Հասկանալով խմորի կամայությունները, իմ մտածելակերպով ես այն միացնում եմ 150 աստիճան և միայն դեռևս ներքևամասի ջերմությունը։ Եվ ահա կարճ ժամանակ անց այն պատրաստ է, մանրամասն չեմ ուզում խոսել նաև ժամանակի մասին։ Տեսքը խոստումնալից է և բավականին բարձրացել են, տեսնենք միջուկը ինչպես կլինի։ Այսպես ընկերներ ջան, նկարահանումներ շարունակում եմ հաջորդ օրը, դրա համար այսպես հագնված ծիրուն պուպուշ, քանի որ քիչ անց գնալու եմ աշխատանքի, սա երեկոյան թողեցի ջեռոցի մեջ անջատելուց հետո, դե ինչպես ասել էի առաջին անգամ, հիմա տեսեք ինչքան լավ է ստացվել, բայց միևնույն է, մի փոքր ամրություն կա, դե ասում են կուլիչները լինում են այսպես, մի փոքր բոքոնի տեսքով, բայց չգիտեմ էլ երևի թե սովորական բիսկվիտ անենք կրկին ճիշտ կլինի, կարևորը տեսքը նման լինի կուլիչների։ Արա պատրաստեմ իր երեսի քսուկ, այսինքն այն ինչ որ տարածում են կուլիչի վրա, հիմնականում բեզեի հումք է, էլ իմ պատկերացմամբ ինչպես որ գիտեմ, շատ տեղին կպատրաստեմ, եկեք ես պատրաստեմ, դուք նայեք։ Գնացինք։ Նախապես պատառաքաղով առաջացրեցի ծակոտիներ, քաղցր ջրով թրջելու համար, որպեսզի էլ ավելի փափուկ լինի։ Ապա պատրաստում եմ սպիտակ գլազուրը, այսինքն ձևավորումը կուլիչների։ Այստեղ կարելի է ասել բեզե, սովորական շաքարավազով, էլի աչքաչափով։ Ավելացնում եմ 1 թեթև թեյի գդալ օսլա կարտոֆիլի ամրության և հարթության համար։ Շարունակում եմ հարելը տաք ջրի մեջ, որ մի փոքր ամրանա։ Լավ, էլի ձեր խաթր շատ քիչ վանելին։ Դե ինչ մեր սպիտակ գլազուրը պատրաստ է, եկեք ձևավորենք կուլիչները։ Գնացինք։ Ձևավորումը շատ պարզ է և հասարակ, ընդամենը գթալով, այնպես պետք է անենք, որ կողքերից տորանքներ առաջանա։ Հետո որոշեցի, որ մնացածը լինեն տարբեր գույներով։ Մեկը բաց վարդագույն, մյուսը կանաչ։
Դե ինչ, հիմա երեսները կձևավորենք չամիչով և գունավոր մանր շարիկներ կանֆետներով։ Կուլիշներս պատրաստ են, այսպես կթողնեմ, կգնամ աշխատանքի կգամ, ինքը արդեն բավականին չորացած կլինի, այսինքն պետք չի, որ ամբողջովին լինի չոր։ Մի փոքր ամրացած, իսկ հիմա քանի որ ժամանակ չկա, արագ անցնում եմ բրինձը թրջելուն պատրաստելու համար չամիչով փլավ, եւ վազելով գնում ենք դուրս տապակելու համար կանաչիներ հավաքելու, քանի որ իմ այգում ամբողջը տապակելու կանաչի է, գնացինք։ Մինչ այդ տաք ջրով թրջեմ չամիչով փլավի համար բրինձը, գոլ ջրով նախապես լվանում եմ այն, գիտեք չէ ինչ ափսոս է այս բրնձի ջուրը թափելը, այն շատ լավ է դեմքի լվացման համար։ Դե ինչ հիմա գնում ենք տապակելու կանաչիներ հավաքելու։ Ինչ հրաշք եղանակա դրսում, մարդ ուզում է պարել։ Այգու շուրջ բոլորը դուրս են եկել տապակելու գազարանուկներ, հիմա ես կհավաքեմ, դուք կտեսնեք։ Բա հլա մի հատ նայեք, տեսեք ելակներիս քանակը, տեսեք ինչքան շատ է այս տարի դուրս եկել, մի կուշտ ելակ ենք ուտելու։ Բացի տապակելու կանաչիները, գազարանուկը, հիմա այստեղից հանում ենք տորոն, այսինքն ձու ներկելու արմատները, բույսը։ Մեծամասնությունը գիտեք, իսկ ովքեր էլ ոչ, հիմա կտեսնեք, եկեք հանենք։ Շատերը գիտեն ինչ է տորոնը, շատերն էլ ոչ։ Այն արմատներ է մուգ վարդագույն, ինչպես ասում ենք բորդո, ունի հետարքիր ծիլեր, հիմնականում ներկանյութ է համարվում, շատ լավ է ստացվում ձուն ներկելու համար։ Դե ինչ, հիմա ներկում եմ ձուն, այսպիսի կաթսայի մեջ, որ այն գեղեցիկ կաթսաներս չգունավորեմ։ Զատիկի ձուն կարելի է ներկել տարբեր հումքերով։ Այս դեպքում ես ներկում եմ տորոնով, որը նաև զատիկի ադատն է, այնուհետև կավելացնեմ սոխի կեղև, մի փոքր կարմիր գույն, նաև կտրատած բազուկ։ Սկզբում ջուրը լցնում եմ սովորական տաք, այնքան որ ձուն ծածկի, այնուհետև թողնում եմ, մի փոքր անց նոր միացնում եմ ջերմությունը, որպեսզի ձուն հետո ջրի եռալու ժամանակ չճակոտվի։ Դե ինչ, հիմա անցնում եմ բրնձով փլավի պատրաստմանը։ Նախապես կտրատում եմ չիրեր տարբեր տեսակի, թթու լավաշ իմ պատրաստած, դե չամիչը արդեն լվացել եմ պատրաստ է։ Իսկ մինչ այդ տապականին գազօջախի վրա ձեթով տաքանում է, ապա ավելացնում եմ կտրատած չրերը ձեթով տաքացված տապականու մեջ, անընդհատ հարելով հետևում եմ, որ չրերը մի փոքր տապակվեն, և իր վրա ավելացնում եմ չամիչը, խառնում եմ և թողնում եմ հովանա։ Տեսեք ինչ ախորժալի տեսք ունի, այն պատրաստ է ավելացնելու համար բրնձով փլավին։ Արդեն եփված, փափկացված և քամված բրինձը լցնում եմ առանձին կաթսայի մեջ, համեմում աղով, ձեթով, ամբողջը խառնում և ստանում եմ փլավի հումքը։ Մեծ տապականու մեջ նախօրոք ավելացնում եմ ձեթը և թողնում եմ լավ տաքանա։ Ապա վերցնում եմ մեկ ամբողջ երկար լավաշը, կտրում եմ կենտրոնից, որպեսզի առաջացնեմ երկուական երկար լավաշի շերտեր, որը պետք է տեղավորեմ ձեթով տաքացված տապականու մեջ խաչաձև։ Նախապես հարում եմ 3 ձու մի փոքր աղով։
Հիմա տեսեք ինչպես եմ լավաշները խաչաձև տեղավորում տապականում մեջ, որտեղ արդեն ձելքը բավականին տաքացված է։ Այն նաև խորհրդանիշ է խաչաձև լավաշները դասավորելու զատիկի առիթով, որի վրա ավելացնում եմ արդեն հարված ձուն, համեմված բրնձե փլավը գդալով հարթեցնում, ապա գեղեցիկ և ախորժելի իր վրա տարածելով նախապես կարմրացված և տապակված չիրը չամիչի հետ և ամբողջը փակում եմ հերթականությամբ խաչաձև ծածկուն կաթսայով, որպեսզի փափկի և մնա տաք։ Ինչ ախորժալի է, չէ՞, վայ չուտողին։ Դե էստեղ էլ անցնում եմ շատ պարզ և հասարակ կանաչին տապակելուն, երևի թե երկար բարակ բացատրելու ոչինչ չկա, քիչ խաշելով այն, տապակելով ձեթի մեջ, իր վրա ավելացնելով ձու, աղով պատած և այլն։ Դե ինչ, մեր զատիկի համովիկները պատրաստ են։ Այս տարի միայն չպատրաստեցի ձուկ, քանի որ հենց այդ օրը աշխատանքի էի, ժամանակ չկար նորեի վերադարձել աշխատանքից։ Դե ինչ, ամեն ինչ տեղադրեմ խոհանոցի սեղանին, որով պետք է ձևավորեմ և առատացնեմ զատիկի սեղանը։ Ներկված ձվերը թարխուն կանաչի, գինին իր ճուտիկներով, մրգեղեն, քաղցրեղեն և այսպես շարունակ։ Մինչ սեղանի պատրաստելը որոշեցինք գնանք եկեղեցի, վառենք մոմերը, ճրագը բերենք տուն և նոր վայելենք զատիկի սեղանը և էստեղ տեսնեմ, որ Կարինկան է մեքենան վարում, իհարկե տղայիս հետևողականությամբ։ Սուրբ Զատիկի տոնը, արարողությունը, իմ ամենասիրելի տոներից մեկը։ Եվ ուրախ եմ, և անհանգստություն կա, չգիտեմ ինչի համար այս տարվա բոլոր տոները ինձ մոտ իմ ներսում անհանգստություն և տագնապ են առաջացնում։ Մի փոքր թախիծ և տխրություն կա, կարծես թե չկարողանամ լիարժեք ուրախանալ։ Դե ինչ, դե Աստված առաջ, թող Աստված որոշի մեր հետագա կյանքը, մեր հոգու զգացողությունը, ուրախությունները, խինդը, ես ամենը թողնում եմ Աստծու վրա։ Քրիստոս հարյավ իմեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի, ամեն։
Այսօր էլ մարտի 21-ն է, մեռելոց ինչպես ասում են, հիմա գնում են գերեզմաններ հարգելու մեր նախնիների հիշատակը, նախկին մահացածների բոլոր նոր թե հին, իսկ ուր ում գերեզմանն եմ գնում քիչ անց կիմանաք, որ ինձ համար շատ կարևոր է։ Գնացինք։ Դե քիչ առաջ էլ ահագին տանջվեցի, մեքենաս մի լավ լվացի, քանի որ 1 ամիս էր եւ ավելին երևի թե այսպես չլվացած թողել էի բակում կանգնած։ Էս էլ մեր տուն տանող եւ բերող ճանապարհները, օրեց օր, տարեց տարի, էլ ավելի հագենում եւ զարգանում է շրջապատը, այստեղ ձմերուկի այգի են հիմնել մի ամբողջ դաշտ։ Որոշ հարևաններ էլ հանգստի գոտիներ են հիմնում իրանց առանձնատներում, ամառանոցներում։ Դե ինչ, մենք արդեն գերեզմանատանն ենք, եկել ենք մորական տատիկից և պապիկից գերեզմաններին, նաև իմ փոքրիկ 3 ամսական քույրիկի։ Շատերն են ասել և մշտապես ասում են, որ ես իբր նման եմ իմ տատիկին, բայց անսահման հոգևոր կապ եմ զգում իմ և իր մեջ, կարծես թե ամեն օր խոսում եմ իր հետ, վերլուծում, խորհուրդներ եմ հարցնում, կիսվում իմ ներողություններից։ Իսկ եթե իրական է և կա հոգու գոյությունը, այնպես կուզեի խոսեի, կիսվեի, այնքան բան կա ասելու և պատմելու, տատիկ ջան, չես պատկերացնի, ես քեզ ոնց եմ հասկանում, քո վերջին օրերի խոսքերդ հիշելով, քո տառապանքները տեսնելով, թե ինչքան հիասթափված ու նեղված գնացիր այս աշխարհից, թե ինչպես էիր վերջին ձայնով կանչում, ասելով սուտ է, բալես, ամեն ինչ սուտ է, բոլորը սուտ են, վախենամ, թե ես էլ այդ կարծիքով կգնամ այս աշխարհից։ Տատիկ ջան, սուտը մեղմ է ասված, կամ էլ ետ արի, գլուխդ բարձրացրու վեր, տես ինչեր են կատարվում, համատարած դավաճանություն, պղծություն, էլ զավակ ծնող, էլ քույր ու եղբայր, հարազատ բարեկամ, մեր ու մանուկ ուրացված մինչև վերջին սրբությունները, ննջեք հանգիստ, իմ տատիկ և պապիկ, դուք հիմա ավելի լավ տեղում եք գտնվում, քան էս պիղծ աշխարհն է։ Իսկ էստեղ ննջում է իմ ամենափոքր 3 ամսական քույրը, որի գլխավերևում աճում է շատ պատահական մի ծառ, երևի հենց նա է։